1995 թվականին էր, երբ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակն իր գործունեությունը սկսեց մեր երկրում։ Այժմ նշում է հոբելյանական 30 տարին։ Երևանի կենտրոնում ՄԱԿ-ին տարածք է տրամադրվել Վահագն Խաչատուրյանի քաղաքապետ լինելու ժամանակ։ Հիմա էլ 30-ամյա գործունեության ամփոփման օրը Խաչատուրյանը պատվավոր հյուրն է, արդեն նախագահի կարգավիճակում։ 3 տասնամյակ ՄԱԶԾ-ն պատիվ է ունեցել ուղեկցելու Հայաստանի նրա զարգացման ճանապարհին։ ՄԱԶԾ-ի աշխատանքն արտացոլել է Հայաստանի փոխակերպումը հակամարտությունից, բնական աղետներից եւ տնտեսական դժվարություններից մինչեւ վերականգնում ու կայուն զարգացում։ Մենք շարունակաբար հարմարեցրել ենք մեր աջակցությունը երկրի զարգացող կարիքներին եւ նպատակներին։ Նաթիա Նացֆլիշվիլիի տեղեկացման ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի աջակցությունից օգտվել է ավելի քան 1 միլիոն մարդ, որոնց ներդրումը Հայաստանի զարգացման մեջ կազմել է 500 միլիոն ԱՄՆ դոլարից ավելի։ 2026 թվականին ՄԱԶԾ-ն սկսում է գործունեության նոր փուլ, նոր կառավարչով եւ նորացված տեսլականով ու կարգախոսով լսել, գործակցել, իրականացնել։ UNDP Armenia on its end ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը մեկնարկում է իր նոր 2026-ից 30 թվականների ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 100 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագիրը մշակվել է կառավարության եւ շահագրգիռ կողմերի հետ լայնածավալ եւ ներառական խորհրդակցությունների միջոցով եւ պատկերացնում է մի ապագա, որտեղ զարգացումն օգուտ է բերում բոլորին, հատկապես նրանց, ովքեր առավել ռիսկի են ենթարկվում։ Մեր ծրագիրը ընդգրկում է սոցիալ-տնտեսական զարգացումը, ժողովրդավարական կառավարումը, կլիմայական գործողությունները, գենդերային հավասարությունը եւ նորարարությունը։ Մենք հպարտ ենք ներդրում ունենալ Հայաստանի հիմնական փոխակերպման գործընթացներում, միաժամանակ առաջնորդվելով հիմնական արժեքներով՝ հավասարություն, մարդու իրավունքներ, սոցիալական համախմբվածություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ դիմադրողականություն։ Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի զարգացման գործակալության հետ աշխատել է նաև որպես փորձագետ ու նախարար։ Ասում է, ՄԱԶԾ ծրագրերը միշտ միտված են եղել ապագային։ Դժվար ժամանակներում ենք ապրում ենք, նույնը վերաբերում է նաև Միավորված ազգերի կազմակերպությանը, բայց կարծում եմ դժվարությունները նաև նրա համար են, որպեսզի կարողանանք հաղթահարել եւ ավելի արդյունավետ ճանապարհներ գտնենք հետագա համագործակցության եւ համատեղ աշխարհի կառավարման կամ հանրության կառավարման ձևերը գտնելու համար։ Ես վստահ եմ, որ մենք կարողանալու ենք դա անել։ Ես վստահ եմ, որ ապագայում մենք շարունակելու ենք մեր համագործակցությունը։ Նոր գաղափարներ շատ կան։ Հիմա առավել եւս պետք է դրանցից ընտրել լավագույնը, որովհետեւ մենք հիմա պետք է շտապենք, բայց շտապելուց էլ պետք է իհարկե խելացի գործենք։ Այս սկզբունքով է առաջնորդվենք, արագ մտածենք, դանդաղ շարժվենք։ Նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք աշխատելով ՄԱԿ-ի կառույցներում ու մասնավորապես ՄԱԶԾ-ում աջակցել ու շարունակում են աջակցել Հայաստանի պետականության կայացմանը։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբեթյան, լուրեր։